գյուղերի իրավիճակը, սահմանին իրավիճակը, կրակոցները ինչ վիճակում է հիմա։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում եմ, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Բայց տեսեք կրակել են բնակավայրերի ուղղությամբ կարողանամ լսել։ Բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ։ Այո, վերջին տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ ասում, վերջին այն տեղեկատվությունը, որ բանն աղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, որ… Ձեր կարծիքով ինչ նպատակ է հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետեւ կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր են իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ într-առապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները լինում։ Պարոն Ղուկասյան, զորավարություն ուզում են թողնել նա, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում են եւս, որ մարդկանց տրամադրություններ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դու կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ էին եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելուց, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին։ Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է իրեն հերքեց։ Ինքը իրեն չընտրել եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Ինչպես էին նաեւ Տեսեք, Ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կապ բան, որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր է, դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները։